Շնորհակալություն, պատվարժան դատարան, ես պարզապես ձեր վերջի մեկնաբանության հետ կարճ ռեպլիկ եմ ուզում անել։ Հիմա մենք շենքն ենք կառուցում, ըստ էության, բայց սկսել ենք 3-րդ կամ 4-րդ կամ 5-րդ հարկից։ Այդ շենքը հիմք չունի։ Հետևաբար, բազմիցս երբ մենք խոսել ենք, թե ինչից պիտի սկսի սա, սկսում է հիմքերից։ Հիմքերը որոնք են, նախորդ անգամ մեր պաշտպանները հստակ կերպով ասացին, այն ձայնագրությունների թույլատրելիության սկիզբը, ինչ հիմքով են մարդիկ թույլտվություն ստացել իբր թե ձայնագրություններ անելու համար։ Սա ամենակարևոր հիմքն է, իսկ մնացած բաներ են առանցքային, որոնց մասին սարքած խոսել եմ եւ անկեղծորեն ասած նաեւ հոգնել, բայց դա չի որևէ ձևով սպառում մեզ։ Ես հստակ ասում եմ հիմա, քանի որ այսպես է զարգացել, երբ դուք ասում եք հետագայում կանենք, հետագայում հետ չենք գալու հիմքը սարքելու։ 3-րդ, 4-րդ հարկից իջնելու ենք նոր հիմք սարքենք, չէ։ Պարզ է դա, չի լինելու այդպես, բայց ես հիմա հայտարարում եմ, ինչպես նախորդ դատին եմ հայտարարել, նախորդ նիստին ներողություն հայտարարել, ես բացարձակապես այդ ձայնագրություն կոչվածների մեջ չկամ, թող մեկը ապացուցի ինչ-որ ձևով, որ ես եմ, կամ Իգորն է, կամ Տիգրանն է, կամ Հայկն է, կամ Կարոնը, կամ Արթուրն է, կամ Լիդիան է, որևէ մեկը չկա, նման բան չի կարող ապացուցելի լինել։ Ինչքան էլ ուզում է ձայնագրություն ներկայացնել, նախ չի կարող ապացուցելի լինել, թե որ մեկն է դա, ով է ընդհանրապես, եւ երկրորդը չի կարող ապացուցել լինել, որ շատ ողջամիտ կասկածը, որ դրանք մեկը մյուսով սարքված, հավաքված ըստեղից ընդեղից երևույթներ չեն։ Հիմա սա մենք չենք քննում, գնում ենք քննելու ինչ-որ խոսակցություններ։ Է շատ լավ, քննենք։ Ես ասում եմ, որ հիմիկվանից պաշտոնապես հայտարարում եմ, որ ես ընդեղ չեմ եղել։ Վերջ։ Հիմա թե ինչ են ապացուցելու, ինչ փաստ են վերելու, չգիտեմ, ես չեմ եղել ընդեղ, եթե այս ժողովրդից որևէ եթե չկա փորձակնությունը, չկա այդ բոլոր ապացույցների հաստատումը, ես էլ ասում եմ, որ ես չեմ եղել, դե հաստատեք, շնորհակալություն։ Yes.